Շնորհակալություն, խնդիրը, որ քննարկվում էր, շատ կարևոր է, ու նաև որպես առաջարկություն, քանի որ համատիրություն, բնակիչներ հարաբերության արդյունքում ամենաշատ տուժվում է բնակիչը, իմ առաջարկությունը, որ քաղաքապետարան ուներ իր գործառույթը, այս պարագայում իմ առաջարկությունն հետևյալն է, որ շենքի այդ կրնի կաբելային հեռուստաընկերությունը, էլեկտրոցանցը, գազը, այդ շենքի սեփականությունից, որ օգտվում են, անցկացնում են վարձակալության գումար վճարեն։ Իմ առաջարկությունը հետևյալն է, որ գույքարկը, որ այդքան թանկացել է, գույքարկի թանկացումից մի որոշակի փոքր գումար հատկացվի, որ շենքի տակի կողմատար համակարգերը սարքվի։ Իրավական առումով կարող ենք ասել, մեր այդ կապ չունի, գցենք, անցնենք, գնանք առաջ, բայց դա նորմալ չի ու արդար չի այս պարագայում։ Նմանատիպ ծրագրեր պետք են, այո, պետք են, հրատապ չէ, առաջնահերթ է։ Երևանն արդեն դարձել է ծաղրի առարկա, որ ամեն անձևից հետո լճեր են գոյանում, ու ամենաշատն է դրա մասին ես եմ խոսում։ Բայց հիմա մի քիչ ուզում եմ, քանի որ ԿՊԱ-ականներին շատ են ուրախացնում, ժողովուրդ, ուզում եմ մի հատ ուրախ պատմություն պատմեմ։ Պարոն Փամբուխչյան, ես առաջարկել էի ձեզ գնանք քայլենք, բայց եկեք ու տեսեք, որ գնալ քայլելու ժամանակ, ասում է, հրապարակ եկան, ասում է, ԿՊԱ-ական Իսկանդերները, եկան գեղի ջոչերը, երկար բարակ ոչերը, ժողովուրդ ջան։ Ուրեմն ին վրա եկել էին Դուբայի ջեման, ջեմուլը, նույն ինքը եկեղեցու հետ շրջիկ այդ խմբի անդամը, իրա մասին էլի կանրադառնամ։ Ին վրա եկել էր մի կին, ով ասեց Աբարանցի Անժոն եմ, թե ինչ կապ ունի Աբարանցի Անժոն քաղաքի խնդիրների հետ, չգիտեմ։ Հաջորդը եկել էր Լիլիան, մեկնաբանությունների մեջ գրում էին ոստիկան Տիկոն 2 կռուկ ֆրաց, թե որտե չգիտեմ, նույն ինքը։ Հաջորդը եկել էր ին վրա Ժաննան, չկարողացա հասկանալ, հանցավոր վստահությամբ ԿՊԱ-ական Ժաննան, որն ասում են նորագավիթից է, մեկնաբանությունների մեջ, նույն այդ խմբի, այդ շրջիկ խմբի մեջ էր ինքը, այսինքն սպայն որ երևա, ժողովուրդ ջան, նաև Դուբայի ջեմային մի հատ ցույց տամ, որ երևա ավելի լավ, ԿՊԱ-ական ծանր արտիլերիան, ով պնդում էր, որ Գանձասարը թուրքական է, ով պնդում էր, որ Ղազաչեցոց ադրբեջանական է, այդ կատեգորիան էր, բայց մի պարոն Ավինյան, մի հատ ուրիշ հարցնամ, Թաղապետարանի աշխատողները, ես պարոն Փամբուխչյանի հետ իրավունքը ունեմ, որպես ավականին ավականու, ասեմ, եկեք պտտվենք, վիդեոները դնեմ, որտեղ ինչ եք խոստվել ու ժողովրդին խաբե չեք ասել։ Թաղապետարանի աշխատողները որի օր դեպքն է, ինչ գործ ունեին աշխատանքային ժամին այդտեղ։ Ես հետո եկան Լազոն, Գազոն ու Կռլեն։ Լազոն, Թաղապետի տեղակալը, ով մի շաբաթ առաջ էլ, երբ որ Նիկոլ Փաշինյանը գալիս էր Մալացիա, ներկայանում էր շարքային քաղաքացի, խնդրում էր այդ ձեր դոշի քարտեզից ու ասում էր ուզում եմ գրկել ձեզ։ Ես ինչ ֆենոմենալ կռուկ ունեք։ Ավելացնեմ, քիշեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսյանի դեմ թեկնածություններ դրե, կանայք, որ եկել ջուր էին շփում ու վռնդում էին Մալացիայից։ Մի մասն էլ այդ կանայք էին։ Մի մասն էլ այդ կանայք էին եկել։ Ես եկել էի քաղաքացիներ, այդ համայնքի բնակիչ քաղաքացիներ, ով էլ խնդիր ունեն, գալու էին շատ կուլտուրական, պարոն Փամբուխչյան, ասեին ստեղ մեր բակում խոսք եք տվել, օրինակ Թաղապետարանի կողքի բակում, այգի չեք սարքել, այրկու թաղամասում, եկեք կանգնել եք, Տիգրան Ավինյանը ռուպերը ձեռքը կայնի, խոսացել է չի արել, այդ հարցը ոնց է լինում։ Այդ ձեր Թաղապետի տեղակալը, որ սենց ժամերին զվռնելու փոխարեն մտներ 40-ամյակի այգին, տեսներ խայտարակ ձևի են սարքում, թուքում ուր աներ շինարին, աշկից լույսը կլներ։ Երբ որ 95 մանկապարտեզ դուր ասում եք անում ենք կիսա չեն թողում, պարոն Ավինյան, 95 մանկապարտեզը հանձնել եք շահագործման, եկեք գնանք մտեք պատվալը նայեք, որ չեք մաքրել։ Այդ որ կանալիզացիան լցվել է պատվալը չեք մաքրել, բայց այդ երեխեքին ասում եք գնացեք մտեք այդտեղ։ Եկեք գնանք։ Մարդ չկա, մենակ ես, էլի կարող եք ես ձեր արտիլերիային բերել։ Էլի ես կնոջը կարող եք բերել, ում համար, նորից եմ կրկնում, Գանձասարը ադրբեջանական էր։ Այս կինը, Դուբայի ջեմուլը։ Ուզում հասկանամ, Մալացիա մարդ չկար ժողովուրդ թաղի բնակիչներից։ Սկզբից եկան Լևոն Լևոնյանն ասեց ճանաչում ես, սկզբից նայեցին մեր թաղի բնակիչներն։ Մնացածին չանդրադառնամ, եթերով անդրադարձել եմ, մի կրուգ է չանդրադարձնում եմ ովքեր էին եղել իրանք։ Չեմ անդրադառնում այդ թեմային։ Չեմ անդրադառնում, բայց էս նորմալ է ժողովուրդ։
Չէ նորմալ է, ու էներ հերիք չի, այդ բեմադրող ռեժիսորը շատ վատն է։ Երբ գալիս շորիցս քաշքշում էին, ասում էի հերո գնացնից, մեկը գորմեր միլիցիա։ Շարունակեք ձեր ոճը, շնորհավորում եմ։ 95 մանկապարտեզը պահանջում է, որ գնաք նայեք։ Շնորհակալություն, Սարգիս Տեր Եսայան։ Խոսքս վերաբերում է ձեր կողմից հնչեցրած Խաղաղ Դոնի փողոցի կոյուղատար համակարգի փոխման վերաբերյալ։ Ասեմ ձեզ, որ վերջին 1 ամսում ես ուսումնասիրել եմ ամբողջ Էրեբունին, վերջին ելույթից հետո եւ փաստերով ներկայացրել եմ, որ Խաղաղ Դոնի փողոցում մասամբ է կատարվել կոյուղատար համակարգի փոփոխությունները եւ շատ անորակ։ Ասեմ, որ այդ խողովակների տակը համապատասխան խեժը լիցք հարված չէ եւ ամբողջովին նորից նստվածք է տվել եւ տանում է ամբողջ կոյուղին, տանում լցնում է շենքերի նկուղները եւ բնակիչները շատ մեծ աղետի մեջ են, առաջի հարկի ապրող բնակիչները չեն կարողանում ապրել, չեն կարողանում իրենց լուսամուտները բացել, մանավանդ դեմը ամառ է, ամառվա օրերին եւ արդյոք խոսքս հղում եմ նաև այս մեծ ծրագրին, որ 327 միլիոն դրամ է հատկացվելու, արդյոք նախատեսված է Աթոյան փողոցի կոյուղատար եւ հեղեղատար համակարգը փոխելուն եւ նորարեշտ 8-րդ փողոցի, որը նույնպես շատ մեծ խնդիր է 8-րդ փողոցի բնակիչների համար եւ ամենակարևորը Աթոյան փողոցը ամբողջովին պետք է փոխվի կոյուղատար եւ հեղեղատար համակարգը, որը նորից լցվում է բնակիչների բակեր, նկուղներ։ Շնորհակալ